Եղբայրներ Հովանես գլուխ 8-ը Հավասիկ երթանք առաջ երկար է այսօրվա մեր ընթերցումը 59 համարներ պիտի փորձենք գարտանք եւ կարեւոր դեղերը, կարեւոր բարերը, կարեւոր մտքերը քաղենք։ Ուրեմն Հավասիկ Հիսուս 8-րդ գլխում մեջ ցիտենիած լերը կնած երբ արդուն նորեն դաջարը եկավ բոլոր ժողովուրդը իրեն գուկար ու ինք նստեր գսորվեցներ անոնց դաջարին մեջ հագարակ թշնամություններուն հագարակ կուզեն իրեն սպանեն իրեն բռնել բայց ինքը շարունակե իր գործը ինչու անցյալ անգամ տեսանք քանի որ թե ժամանակը հասած չէր ուրեմն ժամանակը հասած չէ ինքը կնե ինչ որ պետք է նե եւ մեկը ովևէ մեկը չի գրնացեր տնել իր վրա հալելույա ուրեմն տբիրներն ու պարեսիցիները շնության մեջ բռնված գին մպերինանոր ու զանիգա մեջտեղը գայնեցնելով ըսին իրեն վարտաբեդ այս գինը շնության մեղքը կորձած ադենը բռնվեցավ Մովսես օրենքին մեջ մեզի բատվիրեց այսպիսիները կարգոձել հիմա տուն ինչ կսես ադոր համար ասիկա գսեին զանիգա փորձելով որբեսի անոր վրա ամպաստանություն ընելու արիթմը ունենան բայց Հիսուս թեբիվար ծրելով մադովը կետնին վրա գքրեր Հավասիկ գպերեն գինմը որ շնության մեջ ուրեմն գբռնվի բռնվեցավ շնության մեջ եւ Մովսեսի օրենքին համաձայն այդ բռնված շնության մեջ երբ որ մեկը շնության մեջ կբռնվեր Մովսեսի օրենքը գսեր երկուքը մեկ պետք է բերվեր եւ ադյանը առաջ երևնար երկուքը մեկ ոչ թե միան գինը այստեղ զարմանալի օրեն այս մեր սիրելի Փարիսեցիները միայն գնոջը գբերեն եւ ոչ այդ մարդը որոնց ինքը շնության մեջ էր առաջին սխալ արդեն գտեսնենք իրենց շարժարիտները երկրորդ շարժարիտը գսե սուբ գիրքը որ գուզեին Հիսուսին անպաստանել նստենք Հիսուս ինչ պիտի ասեր եթե Հիսուսը ասեր որ բաճեցեք այս մարդուն այս գնոջ ուրեմն պիտի ասեին տուն հռոմայացի գայստրության օրենքին հագարակ կելես եթե Հիսուսը ասեր պետք է ներվի գսեին պիտի ասեին ուրեմն դու Մովսեսի օրենքին հագարակ ես մի խոսքով Հիսուս ինչ որ ասեր իրենք պատրաստ էին պատասխան տալու որբեսի անպաստանեին Հիսուսին օրենքը գսեր որ այո պիտի բաճվի մեղավորը բայց ոչ թե մարդկային գարձածներով սկզբունքներով այլ օրենքին եթե իրական Մովսեսի օրենքը գուզեին անպայման կատարել պետք է որ նաև բերեին այդ մարդը որ ուներ ինքը շնության մեջ էր բայց այդ մարդը չգար արդյոք իրենց մեկներ չենք գիտեր ամենատեբս օրենքը չկատարեցին եկան գուզեցին որ դերը ինքը այս թադավջիրի դա բայց նաև օրենքի մեջ գրված է Մովսեսի օրենքի մեջ եւ հռոմեական գայստրության օրենքի մեջ որ ովևէ մեկը պետք է դատաբարդվի մինչեւ որ ադյանին արչեւ չերևնա ասել է որ դատավարություն պետք է ըլլա ուրեմն այստեղ Հիսուսին նաև գուզեին որ Հիսուս դատավարություն ունի իրենց օրենքեն դուրս պետական օրենքեն դուրս նույնիսկ կրոնական օրենքեն դուրս անոր համար է որ գեղեցիկ այստեղ Հիսուս կսեկեդինը ծրած գքրեր ասել գուզեր որ ինձ մի բերեք այս հարցերը դուք օրենք ունիք ձեր օրենքը ըրեք ես ձեր օրենքին մեջ իշխանադու չեմ դուք իշխաններ ունեք դուք առաջնորդներ ունեք դուք ունիք այդ մարդիկ որոնք ճագերդյալ օրենքի մարդ են իրենց տարեք ադյաններ ունեք Մովսեսի օրենքը գսե ադյանին տարեք եւ ոչ թե փողոցին մեջտեղը այդ կնոջը բերեք բոլորին արչեւ եւ փորձեք դատաբարդել այդ կնոջը անոր համար Հիսուս կեդինը ծրած գքրեր ասելով որ այսիմ խնդիրը չէ շատ մեկնաբանություններ կան շատ այսպես բացատրություններ կան գլսենք որ Հիսուս այդտեղ գքրեր Մովսեսի օրենքը եւ այլն բայց սուբ գիրքը բամը չսեր ավելի այդ նյութի մեջ չմտնենք եթե սուբ գիրքը գսեր ինչ գքրեր պետք է մենք սորվեինք ինչ գքրեր բայց սուբ գիրքը չսեր ինչ գքրեր Բարձրապես այստեղ Հիսուսի արհամարությունը գտեսնենք Փարիսեցիներու իրեն վրա դրած օրենքի խստությանը Եվ նայեցեք ինչ կսե սակայն երբ ստիպեցին հարցնելով իրեն վեր նայեցավ եւ ըսավ անոնց Ձեզ մե անմեղ եղողը առաջին քարը անիգա թող ցկե ադոր վրա եւ նորեն ծրելով կեդին վրա գքրեր
ուզեցին, որ գնոջ դադարենք, բայց Հիսուս դադարողներուն մատը թրավ, ասավ դուք ինչպես եք արդյոք։ Շատ հեշտ է եւ թյուրին է մարդկանց մեղքերը տեսնել եւ մատը տնել այդ մարդկանց մեղքերու վրա։ Բայց Հիսուսի երբ որ կհարցնենք այս մարդուն մեղքը, այն մարդուն մեղքը, այդ ըրածին սխալը, այդ մարդուն սխալը, Հիսուս կդառնա եւ գսե եւ դու ուր ես այս բոլորին մեջ։ Դու որ գուզես դադարել դիմացինին, արդյոք դու ինչպես ես։ Ան որ մեղք չկործես, թող առաջին քարն է դե։ Ահավասիկ պատասխանը, որ իրենք չէին սպասեր, իրենք կուզեին կամ կսպասեին պատասխանը գնոջ հանդեպ կամ Մովսեսի օրենքին հանդեպ կամ հռոմեական օրենքի հանդեպ կամ նույնիսկ դաջարի հագարակ մի բան ասեր Հիսուս, բայց Հիսուս իրենց անձերուն մատը դրավ։ Անձերը շատ ավելի կարևոր են Հիսուսի համար, քան թե կորձերը։ Քանի որ դու ինչ որ ես քո մեջդ, այդ մարդն ես դու։ Դու գրնաս շատ լավ կորձեր ընել կամ կորձեր ցույց տալ, բայց քո ներսդ ուրիշ է եւ դեր գուզե քո ներսդ մատնանշել թե դու ով ես քո ներսի մեջ։ Դադարდეს սրան նրան շատ լավ է։ Գրնաս դադարել շատ լավ որ գսեմ շատ թյուրին է դադարելը, բայց Հիսուս ինչ կսե։ Դու ինչ ես։ Դու ինչ ես։ Եվ իրենց կսե խղճմտանքեն հանդիմանվելով։ Խղճմտանքեն եւ որ մեկը անգերց ինքը իր մեջը կմտնե, շատ շուտ պիտի տեսնե նախ իր խնդիրը։ Դիմացինին դադարել են առաջ։ Եվ իրենք կսե իրենց խղճմտանքեն հանդիմանելով մեգիկ դուրս ելան։ Ձերերենը սկսած մինչև հետինները։ Ձերերենը սկսած մինչև հետինները։ Ձերերը հիշեցին իրենց տարիներու դերևս ընթացքի մեղքերը։ Երդասատները ավելի քիչ ապրած են, ավելի քիչ մեղքեր ունեն։ Բայց որ չափ դարիքդ գառնես այնքան ավելի լուրջ պետք է լաս քո ամեն մեկ շարժումիդ վրա։ Եվ մեգիկ դուրս ելան Հիսուս մինակ մնաց այդ գնոջ հետ։ Ավասի գեղեցիկ խոսք Հիսուս եւ մեղավոր գինը, որ ամբողջ աշխարհը գտադաբարդե այդ գնոջ։ Բոլոր այդ փարիսեցիներ ուզեցին գնոջը բերել մարդկանց արչև ցույց տալ։ Մատնանշել բոլորին արչև այդ գնոջ մեղքը։ Հիսուս մենակ մնաց այդ գնոջ հետ։ Որքան գեղեցիկ է, եւ դու եւ Աստված մենակ կմնաս։ Եվ քո մենակությանդ մեջ Տերը գխոսի քո սրտին։ Որքանալ մեղավոր ես, որքանալ դգար ես, որքանալ դքեդ ես հոգևոր բաներու, մենակ մնալը Աստծո է դու եւ Աստված։ Բնդրես իր խոսքը, իր ներգայությունը, իր անձը, երբ Հիսուս մենակ մնաց գնոջ հետ մեջտեղ գայնած, Հիսուս վեր նայելով եւ գնոջմեն զատ մեկը չտեսնելով սավանոր ով գին, ուր են անոնք որ քու վրայովդ անպաստանեցին։ Մեկը քեզ չդադարեց, անիգա ասավ ոչ մեկը դեր։ Հիսուս ասավ ես ալ չեմ դադարել քեզ, գնա ու ասկե հետո մեղք մի կործեր։ Եվ որ Հիսուս կսե ես ալ չեմ դադարել, ասել չէ որ ես ալ փարիսեցիներուն նման մեղքեր ունիմ, ես ալ չեմ գրնար քեզ դադարել։ Այդպես չէ։ Հիսուս իր աստվածությանը մեջ կսե չեմ դադարել, բայց մեկադալ մեղք մներ։ Դու ինգեր ես այդ մեղքին մեջ, ինգար այդ մեղքին մեջ։ Հիսուս չսե որ դու մեղավոր չես, դու մեղավոր ես։ Դու գրիր այդ մեղքը։ Բայց հիմա ես քեզի արիտ կուդամ զղջալու եւ ապաշխարելու։ Գնա եւ մեկադալ մեղ մի կործեր։ Գնա եւ նոր կյանք ապրիր։ Գնա եւ փոխվիր։ Գնա եւ հասկացիր որ ըրածը սխալ էր, հիմա գնա նոր կյանքի մեջ մտիր։ Ես ալ քեզ չեմ դադարել, բայց այդպես չմնաս։ Գնա եւ այլ մեղ մի կործեր։ Ավասիկ Հիսուսի մոդեցումը ամեն մեկուս այսօր։ Մենք որ գաբրինք այս աշխարհին մեջ քանի անգամներ այսօր անոր մեղ կտեսնելով գուզենք մատնանշել, դերը մատը գտարցնե քո վրա եւ գսա դու ինչպես ես։ Դու քեզի համար ինչ կսես։ Եվ եթե հասկացար որ դու ալ մեղավոր ես, ես չեմ դադարել, բայց ասկե վերջ, մեկադալ մեղքի մեջ չմտնես։ Նույն մեղքը չգադարես, քնա արցագե, Հիսուս արցագեց, բայց արցագեց ոչ թե այսպես բարապ ցևով, այլ արցագեց իր վրա պատասխանատվություն տալով։ Ալ մեկադա մեղ չկործես։ Գնա,
Բայց մեղք չգործես, պատասխանատվություն, նպատակ, ուղղություն տվավ Հիսուս այդ գնոջը։ Հալելույա, դերորդն է։ Շարունակենք համար 12։ Հիսուս նորեն խոսեց անոնց եւ ասավ. ես եմ աշխարհի լույսը, ան որ իմ յետևես կուկա խավարի մեջ պիտի չքալե, հաբա գենած լույսը պիտի ունենա, կյանքի լույսը պիտի ունենա։ Ինչ խորունկ խոսք, ես եմ լույսը, ես եմ աշխարհի լույսը, ես եմ ուղղությունը, ես եմ ճշմարտությունը։ Կհասկնաք Հովաննու ավետարանեն մեջ միշտ առաջին գլուխեն մինչև հիմա, երբ որ լավ գսերդեն կտեսնեք Հիսուս իր մասին ինչ կսե, թե ինքն է միագը, այս 8-րդի մեջ տալ մի քանի անգամ բիդսե, ինքն է միագը, ինքն է Աստվածը, ինքն է որում մեջ են գելե ամեն ինչ, երբ որ գսե ես եմ աշխարհի լույսը, գրնակ երևակայել հրյաներու համար ծանր խոսքեր, որ հրյաները գսեին Աստված է լույսը, լուսավորող մեր սրտերը, ինքն է որ լույսը իր մեջ են գելե եւ ինքս ավ լույս տողլա եւ լույս եղավ, ավասիկ մի մարդ կուկա եւ գսե ես եմ աշխարհի լույսը։ Իրենց համար քայթագություն էր եւ միջև հիմա այսօր տարբեր գրոնքներով համար քայթագություն է Հիսուսի Աստվածը լալը։ Այսօր հալածանքներ կա, այսօր կհալածվին քրիստոնյաները իսլամական երկիրների մեջ, բուդդիստ երկիրների մեջ, հնդուիստ երկիրների մեջ, այսօր լսեցինք դեր, որ հնդու գրոնքը արկիլած է Հնդկաստանի մեջ, մի քանի հավատացյալներուն, թե կամ Հիսուսը կամ գմերնին։ Ամբողջ գրոնքները հակառակ են Հիսուս Քրիստոսի, ըսեմ լավ գիտեք։ Քանի որ Հիսուս միակն է որ գսե ես եմ աշխարհի լույսը։ Ես եմ միագը։ Եվ անորոման ամեն մարդ կպայքարի լույսին, քանի որ չեն ուզե որ իրենց գործերը լույսի մեջ կա։ Հովհաննես 3-րդ գլուխի մեջ կարդացինք, խավարի մեջ լույսը եկավ, բայց խավարինները չընդունեցին լույսը, որ իրենց խավարի գործերը մեջտեղ չկա։ Փարիսեցիները սինանոր տուն քու անցիդ համար գվգայես, քու վգայությունը ճշմարիտ չէ։ Ինչու՞ քանի որ Մովսեսի օրենքի մեջ երկու հոգի պետք է վգայեր։ Տուն քեզի համար գխոսիս կսե ուրեմն վգայությունը չեն ընդունիր, չմոռնաք որ անցյալ գլուխներուն մեջ Հիսուսը ասավ Հովհաննես մգրդիչը Աստված ինքը եւ իմ գործերս իմ մասին կվգայեն, թե ես եմ Աստված։ Պատասխան տվավ Հիսուսը ասավ, թեև ես իմ անձիս համար կվգայեմ, բայց իմ վգայությունը ճշմարիտ է, ասանցի գիտեմ ուրգե եկա եւ ուր գերտամ, իսկ դուք չեք գիտեր ուրգե գուկամ եւ ուր գերտամ։ Հիսուս կսե ես իմ մասին լավ գիտեմ ես ով եմ։ Ես ուզածս կրնամ ասել։ Դուք չեք գիտեր ես ով եմ։ Դուք եք խնդիրը որ իմ մասին չեք հասկանար։ Դուք ձեր խնդիրն է որ ինչ եք հասկանար։ Ես շատ լավ գիտեմ ուրդեղ են եկած եմ ուր գերտամ։ Դուք կսե մարմինին նայելով գտադաբարդեք։ Ես բնավ մեկը չեմ տադեր, թեև տադելու լամ իմ տադաստանս ճշմարիտ է, ասենց ես մենակ չեմ, հաբա իմ հայրս, ես եւ հայրը որ զիս խրգեց, ձեր օրենքի մեջ ալ գրված է թե երկու մարդու վկայությունը ճշմարիտ է։ Ես եմ որ իմ անձիս համար կվկայեմ ու հայրն ալ որ զիս խրգեց կվկայե ինձի համար։ Այնադենսին անոր ուր է քո հայրդ։ Հիսուս պատասխան տվավ ոչ զիս կճանչնակ եւ ոչ իմ հայրս, եթե զիս ճանչնայիք, իմ հայրս ալ պիտի ճանչնայիք։ Հիսուս այս խոսքերը խոսեցավ կանցադունը երբ տաճարին մեջ կսորվեցներ եւ մեկը չբռնեց ցանիգա վասնզի թեր անոր ժամանակը հասած չէր։ Եթե ինչ ճանչնայիք, իմ հայրս ալ կճանչնայիք։ Խնդիր այդ է որ դու ինձ չես ճանչնար, ինձ չես ընդունիր, իմ հայրս ալ չես ընդունիր։ Իչեդո պիտի շատ խիստ բաներս է Հիսուս։ Հրյաներուն համար որ գսեմ որ մենք Աստված կճանչնանք, Աստված մեր հայրն է, Աբրահամը մեր հայրն է։ Այսօր գրոնքներ գսեն որ մենք Աստված ունենք, մենք Աստվածը մեր Աստվածը Հիսուս գսե եթե դուք ինձ չճանչնաք, զիս չճանչնաք, իմ հայրս ալ չճանչնար։ Դուք աղոթեցեք միջև արադո 5 անգամ աղոթեցեք ամեն օր։ Դուք չեք կրնար ճանչնալ Աստված, քանի որ Աստված ճանչնալու համար զիս պիտի ճանչնաք։ Ինձ մե պիտի անցնիք։ Աստված ղրգեց ինձ, որ ես երևույթը ըլլամ աներևույթ Աստծո։ Եթե ինձ դուք չեք ճանչնար, եթե ինձ դուք չեք ընդունիր, ինձ ղրգողնալ չեք ընդունիր, չեք կրնար հասկանալ, չեք կրնար ճանչնալ, չեք կրնար լսել նույնիսկ ինչ որ ես ունիմ ասելիք։ Հիսուս նորեն ասավ անոնց, ես կերտամ ուզիս պիտի փնտրեք։ Եվ ձեր մեղքերուն մեջ պիտի մեռնիք։
Ուր որ ես կերտամ, դուք չեք կրնար գալ։ Ասոր վրա հрьяաները ասին, միթե ինքզիկ պիտի մերցնե, որ գսե թե ուր ես կերտամ, դուք չեք կրնար գալ։ Ըսավ անոնց, դուք վարեն եք, ես վերեն եմ, դուք այս աշխարհին եք, ես այս աշխարհին չեմ։ Անոր համար ցեզ ասի թե ծեր մեղքերուն մեջ պիտի մեռնիք, վասնզի եթե չհավատաք թե լավ լսեցեք, եթե չհավատաք թե ես անեմ, ծեր մեղքերուն մեջ պիտի մեռնիք։ 3 անգամ գսե ծեր մեղքերուն մեջ պիտի մեռնիք։ Ես կերտամ այնտեղ որ չեք կրնալ գալ, դուք չեք կրնար ինձ հետ լալ, դուք չեք հասկանար ինձ, դուք չեք ճանչնար ինձ, դուք իմ ճանապարհից չեք, դուք պիտի մեռնիք, ծեր մեղքերուն մեջ ամենեն ցավարի խոսքն է, որ Աստվածը սե քու մեղքիդ մեջ պիտի մեռնիս։ Քանի որ հավիտենականություն կա, քիչ հետո նորեն պիտի ասենք։ Ինչու Հիսուս գսե դուք ծեր մեղքերուն մեջ պիտի մեռնիք, պատասխանը այստեղ է, քանի որ գսե մինչև որ դուք ինձ չեք հավատար թե ես եմ, ան որ եմ, մինչև որ չեք հավատար որ ես եմ, այն Յահվե բարը, որ Աստված իր մասին ըսավ Մովսեսին, երբ Մովսես ըսավ Ծննդոց 3-րդ գլխուն մեջ, Ելից 3-րդ գլխուն մեջ, թուն ով ես, եւ Աստված ըսավ ես եմ որ եմ, Հիսուս կսե դուք պիտի մեռնիք ձեր մեղքերուն մեջ, մինչև այնքան որ չընդունիք որ ես Հիսուս, ես եմ որ եմ։ Ահավասիկ այսօր Եհովայի վկաներ, գրոնքներ, որ չեն ընդունիր թե Հիսուսն է այն ես եմը, չեն ընդունիր է պիտի մեռնին իրենց մեղքերուն մեջ։ Շատ բարձ, մինչև այնքան որ դու չես ընդունիր որ Հիսուսն է Տերը, Հիսուսն է Աստված, Հիսուսն է այդ ես եմը, երրորդության Աստվածը, մինչև որ դու չընդունիս պիտի մեռնիս քո մեղքերուն մեջ, որչապալ գրոնականը լաս, որչապալ աղոթես, որչապալ դաջարը մեծնաս ապրիս, որչապալ ինչ որալ ընես հոգևորապես, պիտի մեռնիս քո մեղքերուն մեջ։ 3 անգամ կսե Հիսուս այստեղ, եթե դու չընդունիս որ ես եմ, որ եմ։ Այն adinăsin eran tun oves. Հիսուս ավանոնց ինչ որ սկիզբեն ես ցեզի ըսի։ Շատ բաներ ունիմ ցեզի համար խոսելու եւ թադելու, բայց ան որ զիս խրգեց ճշմարիտ է եւ ես ինչ որ իր մել լսեցի, զանիկա կխոսիմ աշխարհին։ Անոնք չիմացան թե հորը համար գխոսեր իրենց, չիմացան, չհասկացան, քանի որ փակված էր, փագեին, չէին ընդունիր, եւ որ լույսը չես ընդունիր, լույսեն հետո ինչ որ գա չես կրնար տեսնել։ Երբ որ դու խավարին մեջ ես եւ լույսը չես ընդունիր, քո 4 կողմը չի լուսավորվիր, եւ եթե քո 4 կողմը չի լուսավորվիր, դու չես կրնար հասկանալ, եւ Հիսուս կխոսի այս բաները, իրենք չեն կրնար հասկանալ, որ հորը մասին կխոսի։ Հիսուս ավանոնց Որտի մարդո բարձրացնեք, երբ որտի մարդո բարձրացնեք, այն adem պիտ գիտնակ, թե ես ով եմ, ու ինքն իր մեզ բամը չմներ, հաբահայրս, ինչպես ինձի սորվեցուց, այնպես կխոսիմ, և ես գրգողը ինձի հետ է, հայրս իս մինակ չթողուց, վազնզի ես միշտ անոր հաջելի եղած բաները գնեմ, երբ ինձ պիտի բարձրացնեք, երբ որտի մարդո պիտի բարձրացնեք, ասի խաչի մասին է խոսքը, երբ ինձ պիտի սպաննեք խաչին վրա, այն ժամանակ պիտի հասկանաք, որ ես եմ։ Գրնակ երևակայել։ Հիսուսի աստվածությունը կբացահայտվի, Հիսուսին կսե, իմ աստվածությունս պիտի բացահայտվի, երբ որ ես մեռնիմ եւ հարություն առնեմ։ Իմ մեռնելես հետո պիտի հասկանաք, թե ես ով եմ։ Եվ այդպես ալ եղավ, մեռնելեն հետո, հարութենեն հետո հասկացվեցավ, ընդունվեցավ, որ այն Հիսուս Քրիստոսը, որ դուք խաչեցիք, գսե Պետրոս, այն Հիսուս Քրիստոսը Աստված բացահայտեց, բարձրացուց, հարուցանեց, որին անունով այսօր փրկություն կքարոզվի։ Հալելույա, հալելույա։ Չեք գրնար գիտնալ, որ ես եմ, որ եմ, եւ պիտի մեռնիք այդպես, մինչեւ որ չհասկանաք։ Երբ պիտի հասկանաք, մեռնիմ, հարություն առնեմ, հետո աբաշխարությունները պիտի սկսին, իմ անունովս աբաշխարություն պիտի լա, իմ անունովս մարդիկ պիտի փրկվին, իմ անունովս մարդիկ պիտի բժշկվին, եւ այդ մինչեւ այսօր կգադարվի իր օրհնյալը լա իր սուրբ անունը։ Համար 30 Երբ ասոնք խոյեցավ, շատ մարդիկ իրեն հավատացին։ Այն ադեն լավ լսեցեք, Հիսուս իրեն հավատացող հրյաներուն ըսավ։ Հրյաներ գային, որ չէին հավատար Հիսուսին։ Հիսուս հիմա կքարոզե եւ իրեն հավատալու կսկսին։ Հավատացողներուն նայեցեք ինչ կսե։ Ճշմարիտ, եթե դուք իմ խոսքիս մեջ գենաք, ճշմարտաբես իմ աշակերտներս պիտի ըլլաք։ Հավատացին Հիսուսին, բայց հավատքով չի բավեր։ Այլ գսե հավատքը ինչ է։ Հավատքը իմ խոսքիս մեջ մնալն է։
Եթե իմ խոսքիս մեջ մնաք, այդ Մովսեսի օրենքը մեկ կողմ դրած, այդ ծեր սովորությունները մեկ կողմ դրած, ծեր ավանդապաշտությունները մեկ կողմ դրած, ծեր օրենքները մեկ կողմ դրած, իմ խոսքիս մեջ։ Եվ այսօր այս է որ շատ հավատացյալներ կամ քրիստոնյա աշխարհի մեջ բաժանումներ կան, դարբեր եկեղեցիներ, դարբեր գազմվածներ, դարբեր խումբեր։ Շատերը քանի որ Հիսուս Քրիստոսի խոսքի մեջ մնալով գավելցնեն սովորություններ, ավանդություններ եւ այլն։ Բայց Հիսուս ինչ կսե, եթե իմ խոսքիս մեջ մնաք, իմ աշակերտներս պիտելակ։ Այն հրյաներում որ կհավատային Հիսուսին, այն հրյաները որ հավատացին Հիսուսին, բայց իրենց օրենքներուն մեջ էին դեր, իրենց սովորություններուն մեջ էին դեր։ Հիմա ինչպես շատ հայերս սիրելիներ, բոլոր հայերը մեծամասնությունը կհավատան, անգեղծապար կհավատան Հիսուսին, կասկած չկա, բայց իրենց սովորություններուն մեջ, ավանդապաշտության մեջ, իրենց օրենքներուն մեջ, որ Քրիստոսի խոսքի մեջ չկա։ Ուրեմն եթե դու Քրիստոսի խոսքի մեջը չես, իր աշակերտը չես։ Նույնիսկ եթե հավատաս իրեն, իր աշակերտը չես կրնարլալ։ Եվ պիտի մեռնիս քո մեղքերու մեջ, ինչպես կսա այստեղ խոսքը։ Գտեսնեք սիրելիներ, շատ հստակ է Տիրոջ խոսքը, շատ հստակ է Հիսուսի խոսքը։ Մենք ենք որ գաղավաղենք, երբեմն կգեղեցկացնենք, կգլորցնենք, որ մեկը չնեղանա, բայց ճշմարտությունն է որ քեզ կազատագրի։ Եվ նայեցեք ինչ կսե, դուք իսկապես իմ աշակերտներս պիտի լակ եթե իմ խոսքից մեջ մնաք, եւ ճշմարտությունը, հալելույա, պիտի գիտնաք եւ այն ճշմարտությունը ցեզ պիտի ազատե։ Ճշմարտությունն է ցեզ ազատողը, գրոնաբաշխությունը չէ, աստվածաբաշխությունը, ավանդաբաշխությունը ներողություն չէ, այլ ճշմարտությունը Քրիստոսի խոսքին, ինչ որ մեզ սորվեցուց, ինչ որ առաքյալները մեզ սորվեցուցին, ինչ որ հայտնության քրկով վերջագետը տրվեցավ եւ հայտնության քրկեն հետո ուրիշ ոչ մեկ քիրք չի գրնար Աստծո խոսքին դեղը վերցնել։ Անոր մենք պետք է բավարարվենք Հիսուս Քրիստոսի մեզի սորվեցուցածին մեջ եւ այն խոսքը ճշմարտապես պիտի ազատե մեզ մեր կապվածությունները, մեր մեղքերեն։ Նայեցեք հрьяաները ինչ կսեն, մենք Աբրահամին սերունդն ենք եւ երբեք մեգումը չծարայեցինք։ Տուն ինչպես կսես թե ազատ պիտի ըլլակ։ Ահավասիկ մեր հայերը նույն բաները գսեն։ Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, մենք հայ ենք, մենք կապված չենք, մենք հավատացյալ ենք, մենք գիտենք։ Հիսուսի պատասխանը նայեցեք։ Ճշմարիտ կսեմ ցեզի, թե ամեն ով որ մեղք կգործե, անիկա մեղքի ծառա է։ Ուրեմն չկա այս աշխարհի մեջ մեկը, որ մեղք չգործեր։ Ուրեմն եթե դու մեղք կգործես, դու մեղքի ծառա ես եւ ազատվելու պետք ունիս։ Գրոնքը չի գրնար ազատել քեզ, ավանդությունը չեն գրնար ազատել քեզ, նույնիսկ քո հավատքը, զգացողական հավատքը չի գրնար ազատել քեզ, Աստծո խոսքը, Հիսուս Քրիստոսի խոսքը պիտի ազատե քեզ միայն, հալելույա, միայն։ Ուրեմն պետք է ընդունես, որ դու ծառա ես այն մեղքին, որում մեջ ընկեր ես, եւ այդտեղին դուրս գալու համար միայն դեր Հիսուս Քրիստոսի քեզի տված փրկությունը եւ ազատագրությունը պիտի կործե, որ դու ազատագրվես։ Եվ ծառան դանը մեջ հավիդյան չի գրնար մնալ, բայց որդին հավիդյան կմնա, ուստի եթե որդին ցեզ ազատ ընե, ճշմարտապես ազատ պիտի ըլլակ։ Ճշմարտությունը ցեզ պիտի ազատե գսե, հիմա գսե ինչ, որդին ցեզ պիտի ազատե։ Ինչու, քանի որ Հիսուս Քրիստոս ճշմարիտ որդին է, ճշմարտությունն է, ես եմ կյանքն ու ճշմարտությունը գսե, ես եմ ճշմարտությունը, ուրեմն Հիսուս պետք է ազատե քեզ իր խոսքի միջոցով։ Սիրելի հայրենագից, չեմ գիտեր ով ես, ինչ ես, եթե այս ուղիեթերին գլսես եւ կամ հետո պիտի լսես, լավ լսե, քո քրիստոնյա ըլլալդ, քո աստվածաբաշխությունդ, քո ցևերով, քո ավանդաբաշխությունդ, քո ցևագերբություններդ քեզ չեն բրգելու, միայն Հիսուս իր ճշմարիտ խոսքով, մնացած բոլոր բաները զարթեղեր են մեր հավատքին մեջ, եւ առանց անոր մենք նորեն գրնանք ապրիլ, առանց զարթի դու գրնաս շնչել։ Ուրեմն շատերը շեշտը գտնեն զարթի վրա, հոգևոր զարթեղեն, գրոնական զարթերի վրա, գրոնական քեղեցկության վրա, ավանդապաշտության վրա, վարժություններու վրա, բայց անոնք չեն մեզ բրգողը, մեզ թթվածին պետք է, օքսիգեն պետք է որ մենք ապրենք, եւ այս օքսիգեն այդ թթվածինը միայն Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը եւ ճշմարտությունն է, որ իր խոսքեն ուկա։ Գիտեմ թե գսե Աբրահամի սերունդն եք, բայց կպնդրեք զիս մերցնել, վասնզի իմ խոսքս ծեր ներսիտին դեղ չունի։ Հրյաներուն գսե, իմ խոսքս ծեր ներսիտին դեղ չունի։
Եվ հիմա այս խոսքը, որ ես հիմա գուտամ, գիտեմ շատերուն ներսիտին դեղ չունի։ Բիդի սիրտդ բացվի, որ ներսիտին դեղը լա։ Հիսուսը պետք է կատարյալ ընդունիս, որ ներսիտդ խոսի։ Հիսուսին պետք է առաջին դեղը տնես, որ քո ներսիտդ բացվի։ Քո ներսը բացվելու համար Տեր Հիսուս Քրիստոսի աստվածությունը ալֆա եւ օմեգա ըլլալն է, որ պետք է ընդունիս քո սրդի մեջ։ Եվ այն ժամանակ քո ներսդ կբացվի եւ ինչ որ Տերը գսե դու կհասկանաս։ Ինձ գուզեք մերցնել գսե, նորմալ է, քանի որ Հիսուս կխանգարես իրենք։ Այսօր Հիսուս եկեղեցիներու մեջ կուքա նույնիսկ գխանգարե մարդկանց։ Այսօր մեր եկեղեցիները դուրերը կփագեն Հիսուսին, քանի որ Հիսուս խանգարիչ է մեր գրոնական ցեվագերբություններու։ Հիսուս կուզե փոխել ներսը, Հիսուս կուզե մաքրել ներսը, բայց մենք մեր տաճարները անչափ քեղեցիկ կնենք, գշինարարենք, կքեղեցկացնենք տաճարները, բայց ներսը Տեր Հիսուս Քրիստոս չգա։ Այո, իր մասին գխոսենք, բայց ինքն ներսը չգա։ Քանի որ ինքը որ գուքա, գուզե խանգարել, անոնք մենք իրեն դուրս կթողենք եւ գսենք ոչ, 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 եւ Հիսուս կսե դուք կուզեք մերցնել ինձ։ Ես ինչ որ տեսա իմ հորս կով զայն կխոսիմ եւ դուք ալ ինչ որ տեսակ ձեր հորքով զայն գնեք։ Պատասխան դվին ու ասին մեր հայրը Աբրահամն է։ Ըսավ անոնց Հիսուս, եթե Աբրահամին որդիները լայիկ, Աբրահամին կորձերը պիտի անեիք։ Ինչ էր Աբրահամին կորձը։ Ինչպես արտարացավ Աբրահամ, վստահելով, խոնարելով եւ ընդունելով Աստծո։ Հիսուս եկավ լույս, մոտեցավ, որ սիրտեր բանա, եւ այս մարդիկ չընդունեցին, եւ մինչեւ այսօր մարդիկ կան դեռ չեն ընդունիր, եւ Հիսուս կսե, եթե դուք իրական Աբրահամի որդի լայիք, դուք հավատքի մարդ պիտի լայիք, նվիրյալ մարդ պիտի լայիք, հանձնվող մարդ պիտի լայիք, խոնար մարդ պիտի լայիք, եթե իրական Աբրահամին նմանվեիք։ Բայց հիմա կփնդրեք սպանել զիս այնպիսի մարդը, որ ցեզի ճշմարտությունը խոսեցավ եւ Աստուծո լսեցի։ Աբրահամ ինք այդ բանը չերներ։ Դուք ձեր հորը կորձերը գնեք, այն ադենը սինանոր, մենք բորնիգուտենե չենք ծնած, մենք մեկ հայր ունենք, որն է Աստված։ Վաու, վաու, վաու։ Հիսուսի պատասխանը նայեցեք։ Եթե Աստված ձեր հայրը ըլլար, պիտի սիրեիք զիս։ Հալելույա։ Եթե իսկապես հայրը, որ դուք կսեք Աստված իմ հայրն է, եթե իրական այդպես ըլլար, դուք Հիսուսի պիտի դառնայիք։ Այն մարդիկ, որ գվաշտեն Աստված իրենց կրոնքներուն մեջ, եթե անգեղծապար ծարայեն դա Աստուծո եւ փնդրեն Աստծո երեսը, վստահ եղեք, որ Աստված անպայման այդ մարդկանց Հիսուսի կներկայացնե եւ այդ մարդիկ կընդունին Հիսուսը։ Մենք կլսենք այսօր հազարավոր վկայություններ իսլամական երկիրներու մեջ, որոնք մարդիկ զզված իրենց օրենքներեն կփնդրեն Աստված եւ գսեն ուր ես Աստված, ճշմարտությունը մեզի ցույց տուր, եւ այդ բոլոր անգերց փնդրողները կհասնին Հիսուսի եւ Հիսուսը ընդունելով կճանաչեն Աստված։ Այո, եթե դուք Աստված ձեր հայրը ըլլար, դուք զիս պիտի սիրեիք։ Վասնզի ես Աստուծմե ելա ու եկա, Աստուծմե ելա ու եկա։ Այսինքն ես վերեն եմ, Աստուծմե ելա, ես եմ որ եմ, ես լույսն եմ աշխարհի, այս բոլոր բաները Հիսուս կսե Աստվածությունը կպաստե։ Ահավասի մեմը եւս Աստվածությունը Հիսուսի։ Ինչու դուք իմ խոսքերս չեք հասկանար։ Անոր համար որ չեք գրնար իմ խոսքս մդիկ ընել, դուք ծեր հորմեն սատանային եք։ Մեր հայր Աբրահամ է ասին, հետո ասին մեր հայր Աստված է, Հիսուս կսե ծեր հայրը սատանան է։ Ուղղակի ծեր հորը փաղցանքը գուզեք ընել, անիգա սկիզբը մարտասպան էր եւ ճշմարտության մեջ չգեցավ, վասնզի անոր ներսիցին ճշմարտություն չգա։ Երբ անիգա սլություն խոսի, փուն ինքներեն կխոսի, քանզի անիգա սդախոս է եւ անոր հայրը։ Ահավասիկ Հիսուս հստակ ձևով կներկայացնե, թե ով է սատանան։ Սդախոս, խապեպա, սկիզբեն եւ խապեպաներուն հայրը։ Եվ դուք իր զավակները։ Բայց որովհետև ես ճշմարտությունը կխոսիմ, ինձի չեք հավատար։ Ձեզ մե ով գրնազիս հանդիմանել մեղքի համար, իսկ եթե ես ճշմարտությունը կխոսիմ, ինչու ինձի չեք հավատար։ Անոր Աստուծմե է, լավ լսեցեք, անոր Աստուծմե է, Աստծո խոսքերը մտիկ կնե։ Դուք անոր համար մտիկ չեք ըներ, քանզի դուք Աստուծմե չեք։ Ահավասիկ հստակ
Ան որ աստուծմե Աստծո խոսքը մտիկ կնե, ան որ աստուծմե չէ Աստծո խոսքը մտիկ չներ։ Եվ ան որ աստուծմե չէ սատանային է։ Հիսուս այստեղ աչ եւ ցախ, մեջտեղը չկա սիրելիներ, գամ աչ գամ ցախ, մեջտեղը չկա։ Դուք իմ խոսքերը չեք կրնար մտիկ գնել։ Ինչու՞։ Քանի որ դուք աստուծմե չեք։ Եվ ասիկա հավատացյալներուն գսե։ Եվ ասի մեզ համար թաս է այսօր։ Մեր համար թաս է սիրելիներ այսօր։ Մենք որ գսենք հավատացյալ ենք, արդյոք իր խոսքին մեջ միակ իր խոսքի մեջ կմենանք, թե գավելցնենք մեր զգացումները, մեր գարձածները, մեր երբեմն փարգությունը, երբեմն մեր վերքերը, մեր ավանդությունները, մեր եկեղեցական սովորությունները։ Եվ եթե մենք այդպես ենք, մենք չենք կրնար հասկանալ Հիսուսի խոսքը։ Զարմանալի է, որ շատեր դարիների եկեղեցի գահաջախեն, գլսեն քարոզներ, գսեն ամեն, հալելույա, բայց երբ որ այսպես ընդրության առաջ կուքան, ընդրությունին բացարձակապես դեր Հիսուսի խոսքին համաձայն չէ։ Գզարմանանք կսենք ինչպես կարելի է արդյոք մի մարդ, որ աշխապ տարի հավատքի մեջ է ինքզին կսե, բայց երբ որ ընդրության առաջ է, Հիսուսի խոսքին համաձայն ընդրություն չներ։ Ինչպես կլա։ Բարձրապես քանի որ այդ մարդը միայն Հիսուսի խոսքին մեջ չէ։ Միայն Հիսուսի խոսքին ճշմարտության մեջ չէ։ Այդ մարդը միշտ ունեցել է Հիսուսի խոսքը եւ գողքին մնացած իր շնած եւ գառուցած գրոնքը կամ հավատքը կամ գարձածները կամ զգացումները կամ Եվ ասենք մենք կտեսնենք ագանադես կլանք, այսինքն անձնական վկայություն կդամ իբր հովիվ եկեղեցիներու մեջ կտեսնեմ, մեր եկեղեցիներու, մեր ծառայություններու մեջ մարդիկ, որոնք ընդրության առաջ երբ որ գան, իրենց ընդրությունը Աստծո խոսքին համաձայն չէ։ Զարմանալի։ Եվ ոչ թե 1-2 ամսվա հավատքի մարդ, դարիներու հավատքի մարդ։ Եվ այդ ընդրությունը դիրոջ խոսքին համաձայն չլար։ Ինչու՞։ Քանի որ իրենք միայն Քրիստոսի խոսքով չեն որ աբրածին, իրենք կաբրեին խոսքով եւ գողքին ընտանիքը, զգացումները, ավանդությունները, վարժությունները, իրենց բնավորության գիծերը, այդ բոլորը գուղեն իրենց կյանքը։ Եվ երբ որ ընդրության առաջ են, միայն Քրիստոսի խոսքով չէ որ որոշումներ կառնեն, այդ բոլոր հանգամանքներն ալ ներս կմտնեն եւ դժբախտաբար այդ հանգամանքները գլրեցնեն Հիսուս Քրիստոսի խոսքը եւ մարդը ընդրություններ գնե։ Դուք չեք կրնար հասկանալ գսե, քանի որ դուք աստուծմե չեք։ Աստուծմե ըլլալու համար ինչ պետք է։ Քրված է վերը։ Իմ խոսքիս մեջ պիտի բնագիք, որովհետեւ ճշմարտությունը ցեզ ազատե։ Հալելույա։ Ուրեմն պատասխան տվին հрьяաները համար 48-ը, պատասխան տվին հрьяաները ուսին, աղեք չեն գսեր մենք թե տուն սամարացի ես եւ քու մեջը տև գա։ Հիսուս պատասխան տվավ եւ ասավ. Իմ ներսս թև չկա։ Հաբա ես իմ հայրս կբատվեմ, բայց դուք զիս գանարքեք։ Իսկ ես իմ փառքս չեմ փնդրեր, գա մեկը որ իրը կփնդրե ու գտադե։ Ճշմարիտ կսեմ ցեզի, եթե մեկը իմ խոսքս պահե, հավիդյան մահ պիտի չտեսնե։ Իմ խոսքս, իմ մեջս, ես եմ որ եմ, ես եմ աշխարհի լույսը, ես եմ ճշմարտությունը, օ դեր Հիսուս Քրիստոսն է միակ մեր շունչը, այնտեղ են պիտի կա ինքն է գետրոն ամեն ինչին, հալելույա, եւ որ սուպիր կգարտակ փնդրեցեք Հիսուսը, եւ որ գաղթեք փնդրեցեք Հիսուսը, Հիսուսը դեսնողը հայրը կդեսնե, Հիսուսը սիրողը հայրը կընդունի, Հիսուսն է միակը, որ մեզի մեզ տգար մարդկանց կհասկացնե աստվածային անսահման մտքերը։ Ուրեմն առանց Հիսուսի մտքին, առանց Հիսուսի անձին, առանց Հիսուսի հոգին դու չես կրնար ոչ մի հոգևոր քայլ անել, նույնիսկ եթե հավատացյալ ես, դու չես կրնար ընդունել Տիրոջը։ Այդպես գրված են այցեք գարտանք 8-րդ գլուխ Հովհաննու ավետարան, իմ գլուխես չեմ կարոզեր, քրածը ցեզ կբացատրեմ։ Ինչ գրված է կփոխանցեմ, եթե գրնաս ուրիշ բան հասկանալ այս խոսքերեն, բրավո քեզի, բայց ուրիշ բան չեն կրնար հասկանալ։ Ընդհակառակը հստակ կբացատրվի ինչ որ գրված այստեղ։ Իմ խոսքս բայ հավիդյան մահ պիտի չտեսնե։ Մահ ինչ, հավիդյան մահ որն է, դժոխքը։ Հավիդյան գորուստը։ Եթե իմ խոսքս բայ հավիդյան մահ պիտի չտեսնե։ Այնադեն հрьяաներսին, ըհը, հիմա ասի գիտենք թե տուն ներսը տև գա։
Ապրահամ մերավ, մարգարեներն ալ եւ տուն գսես թե եթե մեկը իմ խոսքս բայ հավիտյան մահ պիտի չտեսնի։ Միթե տուն ավելի մեծ ես մեր հորմեն Ապրահամեն, որ մերավ եւ մարգարեներ են, որ անոնք ալ մերան, տուն քեզ ով կգարձես։ Նայեցեք Հիսուսի կանտիմանեն, թեր չեն հասկնար, ժողովուրդ թեր չեն հասկնար։ Իսկապես փառքունամ Հիսուսին, որ այդ համբերությամբ այս մարդկանց հետ խոսեցավ։ Գխոսի եւ չեն հասկնար, գխոսի եւ չեն հասկնար։ Օ մենք որքան այս մարդկանց կնմանենք սիրելիներ։ Դերը մեզ գշտկե, գուզես շտկել եւ մենք կեցել ենք մեր թիրքին մեջ։ Դերը գուզե մեզ փոխել եւ մենք կանգնել ենք մեր թիրքին մեջ։ Գուզե խոսի եւ մենք կանգնել ենք մեր թիրքին մեջ։ Դեր ողորմություն օրե մեզ։ Շնորհակալ ենք քո համբերության համար։ Մինայր մեր դգարամիդության արի եւ օգնի մեզ, ցերկդ երգնցուր եւ օգնե մեզ դեր։ Հիսուս պատասխան տվավ. Եթե ես ինքզինքս փառավորեմ, իմ փառքս փամը չէ։ Նայեցեք Հիսուս կհիշեցնե, որ ես իմ մասին խոսելով փամը չէ։ Իմ գործերս, իմ հայրս, նայեցեք իմ հայրս է որ գսե զիս կփառավորե։ Որուն համար դուք կսեք թե մեր Աստվածն է։ Եթե դուք կսեք որ Աստված ձեր հայրն է, բայց ինչպես կլա որ հայրը զիս կփառավորե։ Ինչպես կլա որ հայրը զիս խրգեց, ինչպես կլա որ հայրը ինձ կխոսի, զիս բերավ այստեղ։ Եթե ձեր հայրն է, դուք պետք է գիտնայիք եւ դուք պետք է ընդունեիք ինձ, բայց ինչու չընդունեցիք։ Ձեր հայրը Սատանան է։ Ձեր հայրը ձեր շնած գրոնքն է։ Ձեր հայրը ձեր փորն է։ Ձեր հայրը ձեր անձն է։ Ձեր հայրը ձեր գարձածներն են եւ ոչ Աստված։ Զանիգա չեք ճանչնար, բայց ես կճանչնամ զանիգա։ Ու եթե ասեմ թե զանիգա չեմ ճանչնար, ես ալ ցես բես սա խոսքը լամ միշտեր ես կճանչնամ զանիգա, ենավար խոսքը կբահեմ։ Ձեր հայրը Ապրահամ, ինչ զորավոր խոսք է հիմա այստեղ, ձեր հայրը Ապրահամ ցանկացավ իմ օրս տեսնել։ Ապրահամ 2000 տարի առաջ էր մոտավորապես Հիսուսի քալեն։ Եթե ոչ ավելին։ 4000 ներողություն։ 4000 տարի առաջ Հիսուսի քալեն։ Եվ Հիսուս կսե Ապրահամ ցանկացավ իմ այսօրվա օրս տեսնել։ Երբ Հիսուս Երուսաղեմ գխոսեր հրյաներուն հետ, Հիսուս կսե Ապրահամ գուզենար այս օրերը ինք տեսնել եւ տեսավ եւ ուրախացավ։ Ապրահամ տեսավ իմ օրերս եւ ուրախացավ։ Հրյաները սինանոր դուն դագավին 50 տարեկան չգաս, Ապրահամն ալ տեսար։ Հիսուսով ճշմարիտ կսեմ ցեզի, Ապրահամ ըլլալեն առաջ ես եմ։ Վաու։ Ապրահամեն առաջ ես գայի, Ապրահամ տեսավ, ցանկացավ այս օրերը տեսնել եւ տեսավ հոգեվորաբես, տեսավ հոգեվոր օրտնությունը, մերնելեն վերջ Ապրահամ չմերավ, այլ գաբրեր, ապրեցավ եւ տեսավ Հիսուսի, Հիսուս քալեն առաջ անշուշտ, հասկացավ երրորդությունը, Ապրահամ հասկացավ աստվածային խորությունը, ոչ թե Ապրահամ երկինքեն գտեսներ Հիսուսին, այստեղ շատ կարևոր թեմա գա, սիրելիներ, գուզեմ ճագերտյալ բանալ։ Մերնողները, մերածները, երբ որ գմերնին եւ գերտան իրենց դեղը, գապ չունին աշխարհի մեջ, աշխարհի հետ, աշխարհի մարդկանց հետ։ Շատեր երբեմն ես կլսեմ գսեն այն հավատացյալներ, որ Հիսուսով մերան, գաբրին, եւ եթե գաբրին, ուրեմն մեր աղոթները գլսեն, ուրեմն մեզ գհսկեն, ուրեմն մեզ օգնության գուքան։ Սրա համար է որ այս մարդիկ գաղոթեն այդ մարդկանց, մերնողներու, շատ գրոնական վարժությունները գա, որ մերնողներուն բարեխոսությունը գխնդրեն։ Սիրելիներ, մերնելեն վերջ, ովևէ մեկ գապ չգա աշխարհի հետ, որքանալ սուրբը լա մերնողը, որքանալ Քրիստոսովը լա մերնողը, այլ ինք պիտի հանգչի դիրոջ ներկայության մեջ մինչև վերջին դատաստանը։ Ուրեմն այսինքն շատ կարևոր է, չեմ գիտե թե դու այդ մարդոց ես, որ դու երբեմները մերնողներուն գաղոթես եւ իրենց բարեխոսությունը գխնդրես, գիտիր որ սխալականի մեջ ես։ Քանի որ երբ
հայտնության կրկի մեջ կսե, երբ հավատացյալները մերան դիրոջ արջև կացին եւ ասին դեր մինչեւ երբ, ուրեմն բարեխոսությունը սկսան անել, դերը ասավ հիմա հանգստացեք մինչեւ ժամանակը կա։ Եվ իրենց սպիտակ հագուստ տվավ եւ լրեցուց իրենց մինչեւ ժամանակը կա։ Այո Գաբրի Աբրահամ ամրեցավ, բայց ոչ թե երկինքեն դեսավ ինչ կբադահի, այլ ինք դեսավ իր մեռնելեն հետո դեսավ դեր Հիսուս Քրիստոսի փառքը։ Հալելույա։ Եվ ավասիկ Հիսուս կսե Աբրահամ չլալեն ես եմ մեկադալ ինքզինք իբր Աստված կներկայացնե։ Եթե մարդեր ինչպես 4000 տարի առաջ պիտի ըլլար, չէ ինք Աստված է, ես եմ որ եմ, Աբրահամ ըլլալեն առաջ, ես եմ կրած է, հալելույա։ Անշուշտ հրյաները կիցան եւ այն ադեն գսե քարերը վերցուցի որբեսի անոր վրա նեդեն, Հիսուս ծածկվեցավ անոնց աչքերեն եւ անոնց մեջ են անցնելով դաջարեն դուրս ելավ ու գնաց։ Ինչու կարգոծեցին։ Քանի որ իրենց համար Հիսուս հայոյեց։ Իրենց համար հայոյանք էր, երբ մարդ մը գսե ես Աստված եմ, ովև մեկ հրյան չէր գրնար ասել։ Ուրեմն եթե նույնիսկ Հիսուս մարգարե է, կամ բարի մարդ է, չէր գրնար այս խոսքը ասել, այս հայոյություն էր Աստծո։ Ուրեմն այդ մարդիկը որ չեն հավատա որ Հիսուս Աստված է, եւ գսե որ Հիսուս մարգարե է, բարի մարդ է, լավ մարդ է, բայց ինչպես եթե մարգարե է ինքը այս բանը դիտե, ինչու մյուս մարգարեները այս բաները չասին։ Ինչու մյուս մարգարեները չասին ես եմ լույսը, ես եմ ճշմարտությունը, ես եմ դուրը։ Ինչու մյուս մարգարեները չասին ես եմ որ եմ։ Ինչու Հիսուս կսե միայն, քանի որ միակ Հիսուսն է աներևույթ Աստծո երևալի պատկերը։ Հալելույա։ Իրեն լա փառքը եւ բադիվը եւ օրտնությունը հիմա եւ միշտ եւ հավիդյանս հավիդենից։ 8-րդ գլուխը մեմը եւս մեզ գհիշեցնե Հիսուսի աստվածությունը։ Եկեք սիրելիներ, ես ցեզ մի առաջարկեմ այս ուղիեթերը բգանքնել են հետո 8-րդ գլուխը 2 անգամ գարտա եւ հրճագե Հիսուսի պատկանելությունը իր խոսքին մեջ մնալով, իր ճշմարտության մեջ մնալով, իր լույսը ձակի քո վրա, քո շրջաբադդ, քո թավանություններդ, քո վարտաբեդություններդ, քո ավանդությունդ, սովորություններդ մեկ կողմ դած Հիսուսի խոսքին մեջ եւ միայն այն խոսքը քեզ գրնան վստահեցնել բավարար է։ Բավարար է, նորության պետք չունիս, խոսքը բավարար է քեզ ազատագրելու, իմ խոսքը ճշմարտություն է եւ ճշմարտությունը ցեզ պիտի ազատագրե եսավ Հիսուս։ Հալելույա, օրտնյալը լա մեր դերը, մեր փրկիչը, մեր դաստիարակը, մեր թագավորը, մեր դերը եւ մեր առաջնորդը։ Ես կուզեմ Տիրոջ համար ապրիլ միշտ եւ իր փառքին համար քայլել իր փառքին մեջ։ Հալելույա։ Եկեք լսենք